Ուստ նստեմ։ Ոնց քեզ հարմար է։ Զգա քեզ ինչպես մեր օֆիսում։ Բայց լավ միտք է ասեմ։ Всё, կարող ենք սկսել։ Ողջույն, Newsem Sport-ը շարունակում է Secret Santa խաղալ հայկական սպորտի աստղերի հետ իմ հերթական Secret Santa-ն այս անգամ աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանն է։ Ողջույն Արսեն։ Ողջույն։ Ինչպեսի ստացվեց 2025-ը քեզ համար։ Այս տարի դու 4-րդ անգամ նվաճեցիր բրոնզե մեդալ աշխարհի առաջնությունում։ Ինչու այդ բրոնզը չի լքում քեզ տեղ տա արծաթին եւ ոսկուն։ 25-ը շատ լավ տարի էր ինձ համար։ Ճիշտ է, մեդալներից գույները փոխվել էր, բայց միայն սպորտով չի, իմ կյանքում շատ լավ բաներ ա կատարվել։ Առաջնայինը, որ իմ տղան ա ծնվել, իմ կյանքի ամենամեծ հաղթանակներից մեկն է։ Ես ճիշտ է, իմ կյանքը նվիրել եմ սպորտին, իմ հաջողությունները պետք է սպորտի մեջ լինեն միայն։ Եվրոպայի առաջնությանը ես արծաթե մեդալ նվաճեցի, բայց այդ արծաթե մեդալից հետո ես շատ բան հասկացա։ Եվրոպայի առաջնությունը արծաթե մեդալ նվաճեցի ու արծաթե մեդալից հետո ես շատ բան հասկացա, որ թե ինչ սխալներ ունեմ, թե ես ինչքան կարող եմ անել, որովհետև եզրափակիչում գոտե մարտում էի փորձառու ըմբիշ օլիմպիական չեմպիոն տղայի հետ ու ես ինձ ոնց որ էլի ապացուցեցի, որ ես ուժեղ եմ, ես ուղղակի ճիշտ չկողնորոշվելու պահին պարտվեցի գոտե մարտը ու ամիսներ շարունակ աշխարհի առաջնությանը պատրաստվեցի ու մի օր անկեղծ եմ ասում չեմ թերացել, իմ կողքի մարդիկ էլ այդ կվկայեն, երևի շատ մեծ է ցանկությունը, որ ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնամ, լարվածությունը խանգարում է, բայց այս տարի շատ մոտիկ էի աշխարհի չեմպիոնին, բոլոր ուժեղագույններին ես հաղթեցի ու Հարավային Կորեայի ներկայացուցիչը ինձ հաղթեց։ Ցավալի է, շատ ցավալի է, դժվար է այդքանից հետո վերադառնալ էլի գորգելի նույն ձև աշխատել, բայց քանի որ կա երազանք նպատակ ու ես երբեք չեմ հրաժարվի իմ նպատակներին հասնելուց, ես էլի նույն ջանքերով շարունակում եմ, հաստատ գալու է օրը, որ դառնալու եմ աշխարհի օլիմպիական չեմպիոն։ Մարգարիտը մի միտք ասաց, որը իմ ուշադրությունը գրավեց, ասաց, երբ պետք է հաղթեմ այդ մրցաշարում, ես դրա նախորդ օրը զգում եմ։ Դու օրինակ այս 4 աշխարհի առաջնություն, 4-ում բրոնզե մեդալ, այդ զգացողությունը քեզ չի այցելել եւ երբևէ Եվրոպայի առաջնության ժամանակ այցելել եք։ Այդ բոլոր սպորտսմենների մոտ լինում է։ Ես աշխարհի առաջնություններին միշտ շատ լարված եմ եղել, որ ես գիտեմ, որ ես պետք է չեմպիոն լինեմ, ու շատ եմ լարվում։ Եվրոպայի առաջնություններին ասեմ ոնց է հեշտ լինում, եթե մի հատ արդեն հաղթում ես, սիրտդ հանգիստ է լինում, արդեն դու Եվրոպայի չեմպիոն ես, դրա համար հանգիստ կարող ես գոտե մարտես, այցելում ես, աղիս մոտ էլ լինում է այդ զգացողությունը։ Ես ասեմ, պահեր է լինում, որ հենց այդ մի րոպեից է որոշվում դու հաղթելու ես, թե չէ դու կանգնած ես հələ գորգում չես, բայց այդ վերջի մի րոպեն, եթե դու ճիշտ ես մտածում ու ճիշտ ես բարձրանում գորգ, հենց այդ մի րոպեից է գալիս ամեն ինչը, դու հաղթելու ես, թե չէ։ Գորգում վստահությունը շատ կարևոր է ու բացի վստահությունից պետք է հասկանաս, թե ում հետ ոնց ես գոտե մարտում, պետք է հասկանաս հակառակորդիդ կրելու ձևը։ Հիմա դու համարում ես, որ այս տարի դու ինչ-որ մի բան չէիր հասկացել։ Հասկացել եմ ուղղակի լարվածություններ մեծ աշխարհի առաջնությանը։ Եվրոպայի առաջնությանը ուղղակի տակտիկական սխալ արեցի, դրա համար պարտվեցի։ Մեծ չէր, որ ես թույլ էի իրանցից։ Այս տարի Եվրոպայի առաջնությանը հանդիպել ենք էլի նույն մարզիկի հետ հաստատ։ Կա ինչ-որ բան, որի համար որ դու փոշմանում ես կամ ափսոսում ես 25-ում։ Եթե օլիմպիական խաղերը հանենք, ես մի օր անգամ չեմ ուզենա հետ եթամ, անգամ չեմ ուզենա այսօր ժամերը հետ տանք առավոտը։ Իսկ եթե օլիմպիական խաղերը չհանենք, եթե օլիմպիական խաղերը չենք հանում, մենակ օլիմպիական խաղերի համար հետ կգնամ ու մի քիչ ուրիշ ձև գոտե մարտը, ուրիշ ձև քաշ կգցեմ։ Ուղղակի որ երկու հատ օլիմպիական խաղեր եմ արդեն ձեռիցս բաց թողել, առանց մեդալ եմ մնացել, այդ շատ ցավալի է։
այդ ինչքան գլուխս դնեմ բարձինքներս, այդ ամեն ինչը հիշում եմ ես։ Ու իմ սաղ կյանքի ընթացքում ես հիշում եմ անգամ այս տարվա աշխարհի առաջնության ես ինչքան էլ աշխարհի չեմպիոն լինեմ, ես պետք է իմանամ մի հատ արդեն քիչ եմ կրել, որովհետև ես իրոք նվիրել եմ այս աշխարհի առաջնությունը իմ հակառակորդին։ Ես բոլոր ուժեղագույններին հաղթեցի։ Ով այդ քաշուն ֆավորիտ էր, որ կարար չեմպիոն լիներ, իրենց հաղթեցի։ Ինչ մտքերով ես ճանապարհում 2025 թվականը։ Շատ լավ մեծ էմոցիաներ եմ ունեցել 2025-ին, ես ամեն պահս իմ գնահատում եմ ու ես вообще նենց եմ ապրում, որ յուրաքանչյուր րոպեն իմ համար լինի նենց, որ ես չփոշմանեմ։ Այս անգամ հիմա ձեր հետ որ զրուցում եմ, սենց սրտանց եմ զրուցում, հաճույքով, ես ամեն րոպես գնահատում եմ ու 2025 թվականի այդ էմոցիաների, այդ ամեն ինչի համար ես շնորհակալ եմ Աստծուն, որ այդ հնարավորությունը ինձ տալիս է, որ ես այդ ամեն ինչը զգում եմ։ Տղուս ծնունդը ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել, вообще տղուս աղջկա, այդ մի ուրիշ երջանկություն է, ու մի ուրիշ ձև է սկսում կյանքին նայել, ու ավելի է երջանում ամեն ինչ, ու հասկանում ես, որ մեր հայերից միշտ կա չէ մի բան, որ մենք միշտ մեր երեխեքի համար պետք է անենք, ես աշխարհի առաջնության գորգեի բարձրանում, ասում եմ մենակ պետք է հաղթեմ, որ տղայից նվիրեմ այդ մեդալը։ Ու մենք ուզում ենք նենց անենք, որ ավելի իր ծնունդը բերեց այն, որ ես ավելի լրջանամ, ավելի շատ աշխատեմ, որ իր համար ավելի լավ ապագա ստեղծեմ։ 26-ում ես վստահ եմ ավելի լավը լինելու, որովհետև սենց ասեմ, մի հատ ներքին, որ այդ ամեն ինչի մեջ զգացել եմ, յուրաքանչյուր մարդու կողը պետք է ճիշտ մարդ լինի։ Եթե սրտանց մարդիկ են քո կողը լինում, ավտոմատ արդեն դու հաջողություններ ես ունենում քո կյանքի ընթացքում։ Ես չեմ ուզենա այդ ընկերոջ սանունը հիմա ասեմ, ես անկեղծ եմ ասում, իր հետ երբ ծանոթացել եմ, հաջորդ օրվանից իմ կյանքում այնց հետաքրքիր բաներ ա կատարվել ու այնքան ամեն ինչ լավ ա ել է, որովհետև ինքը հավատքով մարդ ա, ինքը աղոթում է իմ համար, ինքը սրտանց ուզում է, որ ես հաջողության հասնեմ ու ես մենակ կարող եմ շնորհակալ լինեմ տենց ընկերներից ու ես էլ նույն ձև իմ ընկերների համար եմ անում բոլորի։ Տոնական օրերը, այս աման օրը, ինչով է առանձնանում, ինչպես եք սիրում անցկացնել։ Հիմա խափեմ, թե ճիշտ է ասեմ։ Ճիշտ է։ Նույնն է։ Այս տարի նույնն է։ Այս տարի մարզումները շատ ծանրաբեռնված է, նոր են գորիից վերադարձել ու հələ ես այդ ընտանեկան խառը բաներին չեմ խառնվել, ես առավոտվան ծիրիկուն մարզմանն եմ։ Այս տարի ուզում եմ մի քիչ ավելի յուրահատուկ անցկացնեմ։ Ամեն տարի չի եղել որ տունը չլինեմ, միշտ 31-ի գիշերը ընտանիքով միշտ իրար հետ ենք անցկացրել։ Այս տարի որոշում ենք սաղ ընկերներով իրար հետ լինենք, տեսնենք ոնց կստացվի, կարող է տունը չնշենք։ Իսկ որտե՞ղ։ Այ էդի գաղտնիքա։ Երկրից դուրս։ Չէ, երկրում ենք լինելու։ Իսկ ինչ խորհուրդ ունի քեզ համար նոր տարին, աման օրը։ Այդ նոր տարվա գիշերը դու երազանք պահում ես։ Իհարկե, ես մինչև այս բանը հավատում եմ, որ նոր տարվա գիշերը ինչ երազանքներ պահեց, այդ երազանքները լինում են։ Ես միշտ պահում եմ, լինում է։ Անցած տարի բան էի պահել, այս արդեն ուշացած, բայց լինում է։ Հա, չես բացում փակագծերը։ Չէ, կտենակ դուք հետ։ Հա, լինի, նոր կիմանանք։ Եղել է արդեն։ Հա։ Ուղղակի հələ ճանապարհին է։ Իսկ նվերներ տալ, նվերներ ստանալ։ Շատ եմ սիրում նվերներ տալ։ Սիրում եմ իմ ընկերներին նվերներ տալ։ Вообще դուրսն է կարող անծանոթ մարդու, օրինակ սիմպաթիա բռնի երեխայով նվեր տամ, էլի։ Մենք այսօր Secret Santa ենք խաղում։ Մեր հաղորդման շրջանակներում կար մեկը, ով դարձավ քո Secret Santa-ն եւ որոշեց ցանկություն հայտնեց քեզ նվեր անել։ Փորձիր գուշակել, թե ով է այդ անձնավորությունը։
որ քեզ որոշել է նվեր անել եւ ինչու է հենց ընտրել քեզ։ Հարցեր դուր պատասխանեմ։ Ինքը այս տարի Արեց։ աշխարհի առաջնություն Արեց։ հա չեմպիոն Հասավ, այո։ ունենք երկու մարզիկ, որ աշխարհի չեմպիոն է եղել այս տարի, մեկը Վարազ Դատլանյանն է, իսկ մյուսը Մալխաս Համայանը։ Մոտես։ Ամբիշա։ Մոտես եւ քուշակեցիր եւ կնահեցիր։ Շատ բարի։ Մալխասը, ամոյա։ Որովհետեւ Մալխասը որոշեց քո Secret Santa-ներ եւ քեզ նվեր է ուղարկել։ Ինքը քեզ ուղարկել է քաղցր նվեր։ Գիտի էլի որ քաղցր սիրում եմ, դրա համար։ Չգիտեմ, քեզ նմանա թե չէ։ Ասես փոխանցեմ քեզ։ Շնորհակալ եմ Մալխաս ջան։ Գիտի էլի որ քաղցր պետք է լինի։ Եվ դու պետք է ընտրես մեկին։ Կլինի մի անգամից ասեմ ու եմ նվիրում, թե հետաքրքրացնեմ, հա։ Ասա ու կարող ես ասել ինչ նվեր ես պատրաստել իր համար։ Ես կուզենամ իմ նվերը տալ Մալխասին Ամոնյան։ Իդեպ մեր հաղորդման շրջանակում Մալխասը երկրորդ նվերն է ստանում, երևի որ աշխարհի չեմպիոն է դրա համար, այնպես որ պետք է աշխարհի չեմպիոն դառնալ Արսեն։ Հաստատ շատ է պետք է Մալխասի համար այն նվերը դա։ Ես եմ պատրաստել։ Նոր տարվա խորհրդանիշը Մալխասն է այս աստղը միշտ տենա, որ իմանա իր աստղը միշտ փայլում է։ Շատ ապրես, շատ շնորհակալ եմ։ Մենք անպայման կփոխանցենք քո նվերը։ Շնորհակալ եմ շատ Արսեն։ Շնորհավորում եմ քո եւ քո գեղեցիկ ընտանիքի նոր տարին եւ Սուրբ Ծնունդը ու մաղթում եմ, որ 2026-ում քո երազանքը իրականանա։ Շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ։